որ դուք ապագա զինվորները պիտի արժանապատվորեն կարողանաք ապրել, դառնալ ձեր հայրենիքի արժանի քաղաքացին, կարողանաք փոխարինել բոլոր նրանց, ովքեր ստեղծեցին հայոց բանակը, ովքեր կարողացան ստեղծել մեր այսօրը, որպեսզի դուք կարողանաք խաղաղ ապրել։ Ես մտածում եմ, որ դուք շատ լավ հայրենասիրական դաստիարակություն ստանալով Երևանի Հովհաննես Իսակովի անվան դպրոցում պիտի կարողանաք ձեզնից հետո եկողներին նույնպես սովորեցնել, սիրել հայրենիքը, ապրել հայրենիքի համար, անել այնպես, որպեսզի ոչ մի զոհ չպահանջվի անուն հայրենիքի, թող ապրողները ապրեն, իսկ ովքեր գնացել են, հավերժ հիշատակ և խաչ նրանց։ Հայաստանի Հանրապետության հայոց բանակի 23-րդ տարեդարձին նվիրված ողջույնի խոսք ունի Պաշտպանության նախարարության հետախուզության փոխգնդապետ Արամ Շոթայի Բալասանյանը։ Ես ուզում եմ շնորհավորել ձեր բոլորին, նաև մեր բանակի կազմավորման 23-րդ տարելիցի կապակցությամբ։ Ես չեմ ուզում ճարեր ասել, որպեսզի ձեզ չձանձրացնեմ, որովհետև լավ երեխաներ եք, վաղը դուք դառնալու եք հայոց բանակի զինվորներ։ Ներկայումս իմ երկու որդիները զինվորներ են ծառայում բանակում։ Լավ սովորեք, լավ մասնագետներ դառնեք, լավ զինվորներ որպեսզի դառնաք, որպեսզի արժանապատիվ փոխարինեք ներկայիս զինվորներին, որոնք պաշտպանում են սահմաններում ձեր հանգիստը, ձեր անդորը։ Նրանց շնորհակալ լինենք, որպեսզի զգանք այն հանգստությունը, որը մենք այսօր ապրում ենք մեր Երևան քաղաքում։ Նորից եմ ձեզ մաղթում, որպեսզի հաջողություններ ունենաք ուսման մեջ, զինվորը որքան կրթված լինի, որքան բանիմաց լինի, այնքան ամուր կլինեն մեր սահմանները։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ տոնը, հաջողություններ։ Ուժն է իրավունքը, ուժն է աշխարհը, հայրենիքը, ազատությունը և ամեն ինչ, հաղթում է ուժեղը, ուզում ես փրկվել, եղիր ուժեղ, քանի որ թույլերը բարեկամ չունեն, հարձակվում է նա, ով իր դիմաց թուլություն է տեսնում, հայկավազուկ հայոց բանակ, այդ դու պիտի երագույնը հարթով տանես մինչ մուշուման, մատաղ անես աղթամարում, մենք քո չես, մատաղին մատաղ։ Սիրելի դպրոցականներ, մեր սաների տատիկը Քսենիա Ավակյանը ուզում է ողջունել ձեզ և իր բանաստեղծությունը և իր փոքրիկ բրոշյուրը նվիրել դպրոցին։ Հայոց բանակի հիմքը կարելի է ասել, որ դրել են ձեր հայրերի և մայրերի պապիկները, որոնք մարտնչել են հայրենական մեծ պատերազմում, և մենք պարտական ենք հիշելու այդ պատերազմին մասնակից, որը տվել է բազմաթիվ հերոսներ և բազմաթիվ զոհեր։ Մեր ամեն մի գյուղում նրանց պատվին կառուցվել են հուշարձաններ։ Մեր գյուղի հուշարձանի բացման օրը 1980 թվականին ես ելույթ եմ ունեցել և իմ գրած բանաստեղծությունով։ Եվ դա կրկնվում է ամեն տարի։ Ես ամեն տարի մեկնում եմ գյուղ, որպեսզի մասնակցեմ հուշարձանի բացման արարողությանը։ Ցասուն աչքներիդ քերծոտ ճամփեքով մեր գյուղի տղեկ կռվի գնացի, հասնացում սիրուն թոշնեց կարոտից, կարոտի նամակ դուք քիչ գրեցի։
Տերերը անքում մնացին, ցերեկնան տրտունջ ու կիսաքաղցած, ծաղտրեխներով դպրոց գնացին, շատ աշխատեցին, քչով հագեցան, մի անգամից տան տղամարդ դարձան, իսկ ձեր մայրերը վշտից փոքրացան ու փոստատարի ճամփան նայեցին, կարոտի լացով թելեր մանելով, ձեզ համար ձեռնոց գուրպա գործեցին, մեռան մայրերը աչքները շեմին, հույսը չկտրած, որ բալան կգա, հիմի կմտնի հայրական դռնից ու հրաժեշտի համբյուրը կտա, բայց դուք չդարձաք, խաբում էր հույսը, վաղուց չկայիք, ինչպես դառնայի, որտեղի հողն է ձեզ թեթևացել, ով է ծաղիկներ դրել ու լացել, դեր կյանքն արջևում, մտքերով գյուղում, սիրելի տղեկ զոհվեցիք կռվում, անշիրիմ տղեկ ննջեցեք անցավ, սրտե հուշարձան ձեզ վեր հոյացավ։ Զինվորներ, հպարտություն է լինել հայոց հաղթանակած բանակի զինվոր, հայ ժողովուրդը հազարամյա պատմություն ու մշակույթ ունի, և դուք դառնում եք այդ պատմության ու մշակույթի զինվորն ու կրողները, դուք եք իրականացնելու ԵԿՄ համերժ նախագահ, հայոց բանակի հիմնադիր, մեր երեխան դպրոցից սկսած պիտի իմանա ինքնով է, ինչ պատմություն ունի, որտեղից է եկել և ուր է գնալու պատգամը։ Սիրելի դպրոցականներ, պատանի երկրապահներ, հարգելի ուսուցիչներ, այս տարի մենք ազգովի առաջադեմ մարդկության հետ միասին նշելու ենք հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Ժողովուրդը պահանջատեր է և պահանջատիրության իրավունքն արդեն փոխանցվում է ձեզ նոր սերնդին, որովհետև դուք եք այս երկրի այսօրվա ու վաղվա տերն ու հայոց պետության հենարանը, այս երկրի վաղվա օրվա քաղաքացին ու զինվորը։ Շնորհակալություն մեր պետության ու Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, ով ջանք չի խնայում Արցախի անվտանգության ապահովման և անկախ Արցախի պահպանման համար, ով ամեն ինչ անում է, որ իր երկիրը զորանա և նոր սերունդը դառնա հզոր պահանջատեր։ ԵՒս մեկ անգամ շնորհավորում եմ հայոց բանակի տոնի կապակցությամբ և մաղթում բարի և հաջողություններ ուսման մեջ։ Հարկ հայոց բանակին, հարկ հայ ժողովրդին։
Someone